Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Մամիկյանյան, Հովիկ Աղազարյանը 24 նույնի եթերում հայտարարություն արեց, որ կմիանա իմպիչմենտին, եթե համաձայնության գաք, որ ժամանակավոր կառավարության կազմը ինքը եւ Հովիկ Ասլանյանն են որոշում։ Հիմա հնարավոր է քննարկել այս հարցը։ Ես մի քիչ առաջ ասացի, որ սա պաշտոնների բաժանման այդպես գործընթաց դասել եմ հարցը Միքայել։ Գիտեք, երբ որ արդեն բանակցություններ են գնում, թե ինչ պաշտոն ա ուզում, դա արդեն նշանակում է, որ որոշակի սկիզբ կա։ Ինձ թվում է, եթե մի տարի առաջ ինչ-որ մեկը ասեր, որ Հովիկ Աղազարյանի հետ քննարկելու ենք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համոզություն հայտնելու գործընթացը ինքն էլ այդպես քննարկելու է դա, ոչ մեկ դրան չէր հավատա։ Նորմալ է, քննարկումներ են։ Դե դրանք ինչ արդյունքի կբերեն, մենք մեր քաղաքացիներին անպայման կտեղեկացնենք։ Պարոն Մամիկյանյան, իսկ Սաղաթելյանը հայտարարեց, որ ողջամիտ ժամկետում, այսպես ասած, այս գործընթացը ավարտվելու հստակեցրել եք ողջամիտ ժամկետը որն է։ ՆՔՊԱ-ականները ասում են, որ եթե սենց գնա ավելի լավ է, գուցե հասնի հերթական ընտրությունների։ Ողջամիտ ժամկետ դուք հստակեցրել եք, այսինքն այդ ստորագրությունները հանձնելուց հետո ինչքան ժամանակում պետք է այս գործընթացը գլուխ բերել, ոչ միայն 36, այլ դուք լսումների ժամանակ ասացիք, որ մինչև չունենանք անհրաժեշտ 54, այսինքն ԿՊ-ից էլ միացողներ, այսպես այս գործընթացը չեք համարի ավարտված։ Նախ մենք լսումների ժամանակ չենք ասել, որ 54-ով ենք մուտք անելու, մենք ի սկզբանե գործընթացը մեկնարկելուց ենք դա ասել, այլ որևէ թիվ երբևէ չի հնչել, սա մեկ։ Երկրորդ, ես լսել եմ լսումների ժամանակ պարոն Սաղաթելյանի ելույթը, այլ որևէ ձևաչափով մեր հետ որևէ ժամկետների քննարկում չի եղել, սա երկրորդ, եւ երրորդ, Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ դրա պատգամավորական խմբակցության վրա որևէ մեկը ժամկետներ դնել չի կարող։ Պարոն Մամիկյանյան, Ես պատասխանեցի։ Եթե պայմանական չգիտեմ, այնպես ստացվի, որ դրական եզրակացությամբ գնան, այսինքն օրենքի նախագիծ է դառնալու սա, ճիշտ եմ ես հասկանում, զուտ ընթացակարգն է։ Ընթացակարգային տեսանկյունից ձեր հարցին այսպես պատասխանեմ, հայտարարությունը իր ընթացակարգով եւ մեծ հաշվով կարգավիճակով մոտ նույն ձևակերպումները ունի, ինչ օրենքի նախագիծը, այսինքն օրենքը, բայց խնդրում եմ հերոսաբար ԿՊ-ական պատգամավորները պայքարում էին նրա համար, որ բացահայտեն, որ սա իմպիչմենտի գործընթացի ձևաթուղթ չի, բայց ես առաջին ելույթից ժամանակ դա ասացի, որ սա հայտարարության նախագիծ է, այնտեղ արձանագրված են փաստեր, որոնք գիտեն բոլորը, անխտիր բոլորը, պարզապես դրանց ամենատեսանելիները, ամենաաղաղակողները հավաքված են մի փաստաթղթի մեջ եւ ներկայացված է հայտարարություն, որի շրջանակներում իրականացվեց լսումները, որը իր նպատակին ավելի քան ծառայեց, ներողություն եմ խնդրում, եւս մեկ անգամ վերահաստատեմ, բոլորը տենց հերոսաբար փորձում են ապացուցել, որ սա իմպիչմենտի գործընթաց չի, մենք ի սկզբանե ասել ենք, որ սա իմպիչմենտի գործընթաց չի, սա հայտարարության տեքստ է։ Եվ հենց դրա վերաբերյալ պարոն Մամիկյանյան, այստեղ էլ հիմնական չէ, բայց այսպես պարբերաբար հնչող մտքերից մեկը հենց դա էր, թե ինչու ոչ իմպիչմենտի նախագիծը։ Մեծ սիրով եւս մեկ անգամ պատասխանեմ, որովհետեւ այն է, որ 54 մինչև չլինի, չի լինի։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով իմպիչմենտի գործընթաց կարելի է մուտք անել 36 ստորագրությամբ, որից հետո 72 ժամվա ռեժիմով այն մտնում է օրակարգ, քվեարկվում եւ քվեարկվելու, բացասական քվեարկվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը կես տարով ստանում է իմունիտետ։ Մենք նման բան թույլ տալ չէինք կարող։ Մենք չէինք կարող նման օրինակ կարճատես, անհեռատես քայլ անել եւ մուտք անել 36 ստորագրությամբ մի փաստաթուղթ, այնտեղ էլ 72 ժամյա ռեժիմով նույնիսկ եթե արկա լինեին ՆՔՊ-ականները անհրաժեշտ թվով, որոնք միանալու են, իրենց նկատմամբ ռեպրեսիվ մեխանիզմը սկսելու էր աշխատել։ Ոչ, հարգելի գործընկերներ եւ քաղաքացիներ, մենք ընտրել ենք պարտվելու հավանականություն չենթադրող ճանապարհը, մինչև չլինի 54, մենք այդ թուղթը մուտք չենք անելու, այսինքն վերաձևակերպեմ, մուտքը թուղթ անելու պահին արդեն գործընթացը հաղթանակած է լինելու, որովհետև անհրաժեշտ է լինելու 54 ձայն, իսկ այդ 54-ը արդեն ստորագրած են լինելու։ Հա, սա է մոդելը։ Շատ են տալիս այդ հարցը, թե երբ, ինչու, ինչքան ժամանակ, այդ հարցը ճիշտ ասած առավել քան զարմացնում է, որովհետև մենք բոլորս ենք տեսնում ամեն օր
ինչեր է տեղի ունենում, ինչ դարձելի սխալներ, ձախողումներ, բացթողումներ են տեղի ունենում։ Հետևաբար րոպե առաջ, օր առաջ։ Հիմա քանի Ժորժ սկսում անիստա։ ձևացքի տակ հիմա քանի Այս պահին կա պարոն Մամիջանյան։ Հովիկ Աղազարյանի հետ բանակցություններ ընթանում են սա։ Մեկ բովանդակության մասին բացարձակ չեմ մեկնաբանում, ընթանում է։ Ինչ վերաբերում է հիմա քանի ստորագրություններ կան, ձևաթուղթը փոխանցված է Հայաստան խմբակցության մեր գործընկերներին, իրենց ստորագրությունները այդ ձևաթղթի տակ դնելու համար։ Չեք վերցրել։ Չէ, դեռ հետ չենք վերցրել, բայց տեխնիկական խնդիրների մասին է խոսքը։ Շնորհակալություն, իսկ սկսել է։ Լավ, ասեք, Ձեր հանրապետական կուսակցությունից նշում են, որ օրինակ ՀՊԱ-ականներ կան, որոնք կմիանան իմպիչմենտին, բայց քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները դա հերքում են եւ ինչպես է գնահատում Միքայել Աջապահյանի նկատմամբ։ Միքայել Աջապահյանի նկատմամբ տեղի ունեցողը անօրինություն է, խայտարակություն է, ես իմ ելույթի մեջ դա ասեցի, նաեւ անընդունելի է եւ ինքը քաղբանտարկյալ է, իսկ ինչ վերաբերում է ԿՊԱ-ականներին, զարմանալի կլներ, որ ԿՊԱ-ականները գային, ասեին իհարկե միանալու ենք, կարծում եմ այդտեղ ինչ մեկնաբանելու բան չկա։ Լուրջ ես իմ մոտ Ռուստամ Բաքոյանի ասածը մեկնաբանեմ, դժվար, շնորհակալություն։